Մենք 24 տարի 2,46,000 քվեարկությամբ այդպիսի պատմության մեջ մեր չկա այդ ձևի մեծ թվով հաջորդի մասնակցություն պետական գործերին, հռչակեցինք մեր երկիրը անկախ։ Հռչակեցինք, ուրախացանք, ոգևորվեցինք, անցավ դժվարություններ, անցանք ամենածանր փուլը եւ եկանք ցավոք սրտի միտեղ, որ կորուստները այս տարիներին ավելի շատ են, քան ձեռքբերումները։ Հայաստանը այսօր արագընթաց անկախությունը կորցնելու ճանապարհին է, օրերով, ժամերով եւ իրականությունը դա է, բայց ընդ որում ձեզ ասեմ, որ ժամանակը այդ առումով չի ամրացնում։ Ինչքան ուզում եմ պարոն նախագահ ասի դրականով ասեմ, դրականը վերջում կասեմ։ Դրականը վերջում ուսադրողը կասեմ։ Այնուամենայնիվ անկախությունը տեր կանգնելու անհրաժեշտություն ունի։ Մեր սերունդի մի մասը, որ քվեարկել այդ 2 միլիոնի, 25% արդեն մահացել է։ Նոր սերունդը, որը անկախությունից հետո է ծնվել 25 տարի, մինչև այս իշխանական ոչ անկախական ազդեցության ճնշման արդյունքում է։ Մի մասն էլ իհարկե դրսում է, եւ ներող կրնեք այդ սերունդի վրա է անկախության պահպանման խնդիրը, առաքելությունը։ Եվ մենք, որ հռչակել ենք, որտեղ ենք եղել այդ անկախությանը, ամենևին չենք վերջացրել այն միսիան, առաքելությունը, որ մեր վրա կախված է։ Մենք ենք հիմա էլ տեր կանգնելու, պահպանելու անկախությունը։ Իսկ անկախական ջանքերը այսօր ավելի քիչ են, քան դրան հակառակ կազմակերպվող ջանքերը։ Մեզ համար դա ոչ միայն այսպես սիրուն հռչակագիր է, դասագիրք է, ֆիլմ է, դա ապրելու նվազագույն պարտք է, որ մենք եկող սերունդին պետք է փոխանցենք։ Եվ պարտք նաև այն սերունդներին, հարյուրավոր սերունդներին, որոնք երազել են եւ 90-91-ին էլ այդ երազանք իրականացվել է։